Ռոբերտ Աբաջյան, նա իր սխրանքով օրինակ ծառայեց բազմաթիվ երիտասարդների համար և ևս մեկ անգամ հպարտանալու առիթ տվեց ինչպես իր ընտանիքի անդամներին, այնպես էլ ողջ հայ ժողովրդին։ Նրա մասին խոսելիս ընկերներն ու հարազատները հիշում են անչափ բարի, ձգտող և հայրենասեր Ռոբերտին, ով իր կյանքը չխնայեց հանուն հայրենիքի։ Ռոբերտը մասնագիտությամբ ատամնատեխնիկ էր։ Նա փոքր հասակից էր երազել ընտրել այդ մասնագիտությունը, որպեսզի ընտանիքի անդամներից ոչ ոքի ատամը չցավեր։ 2012 թվականին Ռոբերտը գնաց իր երազանքի հետևից։ Ընդունվեց Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ։ 2014 թվականին ուսումը շարունակում է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտում։ 2014 թվականին Ռոբերտը զորակոչվում է բանակ ծառայելու իր հայրենիքին։ Ռոբերտը իրեն շատ լավ է դրսևորում նաև բանակում։ Ծառայության ընթացքում արժանանում է բազմաթիվ խրախուսանքների, այդ թվում նաև կրտսեր սերժանտի կոչման։ Քաչ կոչվում է նա, ով անվախ քայլում է դեպի իր գեղեցիկ մահը։ Սա կարծես ասված է Ռոբերտ Աբաջյանի և նրա նմանների մասին։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ զորքերի դեմ։ Միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ է հաղորդում դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Ռոբերտ Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու են նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Ռոբերտ Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբրև հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Ռոբերտ Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։ Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։ Ռոբերտ Աբաջյանին այսօր էլ հիշում ու իր սխրանքը գնահատում են փոքրից մինչև մեծ։ Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվեց ոսկե արծիվ շքանշանով, այնուհետև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից Արցախի հերոս բարձրագույն կոչման։ Սա պատմության մեջ առաջին անգամ էր, երբ կրտսեր սերժանտին պարգևատրում էին Արցախի հերոս բարձրագույն կոչմամբ։ 2017 թվականին Ռոբերտի սիրելի դպրոցը անվանակոչվեց իր անունով։ Այս դիրքում իմ տղերքի արյունն է թափվել, ստեղ իմ աղբերներն են կռվել, այս հողի վրա պայքար է եղել։ Ես էլ հիմա կարծում քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ այս դիրքը հանձնողի մեր է